Ընտրությունները մոտենում են ավարտին, ում ընտրել, ինչպես ընտրել, դե ինչպես մենք չենք խորանում ծրագրերի մեջ ազգովի, որտեղ ավելի շատ գրպետ ճրփելու մոմենտն ենք նայում, փողոտելն է, սրլեն էլի, ուստի ընտրենք փոքր ուժերին, բազմազանություն թող լինի, չենք ընտրում Քոչարանին, իմ կարծիքն եմ հայտնում, այնտեղ տաշի սամո, ԿՊ, դոդիկ մոդիկ, փոքր ուժերին ընտրենք, բազմազանություն լինի, համենայն դեպս ամեն մարդ էլ ամբիցիա ունի, հնարավորություն ելումա, էլի բազմազանություն գզբորտոց իրենց մոտ կլինի։ Մենք մի տարի ոչ թե ամիսներ, այլ ժամանակ ենք ունեցել, մենք նկատում ենք adekvat մարդկանցով, որ հակակշիռ ունենանք նախկիններին ու ԿՊ-ին, Նիկոլի գլխավորությամբ, բայց այդ ամենը չենք արել, ու այս ամեն գործընթացը, որ ուշադիր նայում ենք, հասկանում ենք, թե բոլշևիկները ոնց են իշխանության եկել 1917 թվականին, այս նախկիններ սաղը ալերգիա ունեն նախկիններից, տենց անտարբեր, անպատասխանատու, իրար հետ ամեն մանրուքի համար գզվրտող, ոչ մի ծրագրի շուրջ չհամախմբվող, դա մեզ չի վերաբերվում, այդ մոմենտով բոլշևիկները եկան իշխանության, քաղաքացիական պատերազմ, եթե ցարական Ռուսաստանը առաջի համաշխարհային պատերազմի 2 միլիոն զոհ էր տվել, քաղաքացիական պատերազմին 17 միլիոն զոհ է տվել, իրար կերել են, հիմա էլ մեր վիճակն է, էլի, նախկիններ ներկաներ Քոչարյան, Նիկոլական իրար ուտում են, ավելի շուտ բան Կրեմլը Հայաստանցի Ղարաբաղցիա ավելի շուտ իրար կուտեն Ռուսաստանցի, Հայաստանցի, Սփյուռք Հայաստանցի ավելի շուտ իրար են ուտում, քան թե բուն ծրագրերի նպատակների շուրջ են կենտրոնանում։ Արցախյան հարցը մանիպուլյացիաներով է, ոչ մի կոնկրետ բան, որ ցարական Ռուսաստանը օկուպացնելով ու զուտ իր նախընտրածով 1 միլիոն մարդու սահմանազատում արել, գուբերնիաներ սարքել, դա պիտի պահպանենք, սովետական Ռուսաստանը լերինքեմ էլ պայմանագիր է նա կնքել, դա պիտի պահպանենք, քանի որ մենք դա դրժել ենք, դրա համար պատժվել ենք, դրա մասին ոչ մի խոսք նրա մասին, որ այս Արցախյան գրամարտը մենք միացումը լուծել ենք 89 թվականի նոյեմբերի հանրաքվեով, որը Ստեփանակերտ ու Երևանի խորհրդարանները հաստատել են, բայց չի միացում դարել է բաժանում, մարտական գործողությունները, այդ ամենը ստավ ոչ մի բան, Քաշնազարի պատմությունն է, պատերազմին չկառավարող մարդը իրան սպարապետ է հռչակում, ֆիզկուլտի դասատուն գեներալ Մանվել Սերյանները թեմակրթությունով գեներալ են, 161 գեներալ ենք ունեցել 44 օրյա պատերազմի նախօրեին, ավարտից հետո 168 գեներալ, ոչ մի պատժված, դատված գեներալ չունենք, ոչ մի զոհված, վիրավորված գեներալ չունենք, այն Ջալալու, Ջաբրայելի գեներալը դրանք հարցականներ են։ Ադրբեջանը 40 զոհված ու վիրավոր գեներալ ունի, 49-ն էլ դատել է, որ անիմաստ մեծ զոհեր է տվել։ 44-երից հետո այնտեղ կռվելով 2200 կիլոմետր ակսի էտապ համեցակվածն են կորցրել, թուրքերը այդքան են կարացել գրավել, Հադրութն ու Շուշին անպայման դավաճանական քայլերով են կարացել գրավել, այս փաստերն է, որ Լաչինն ու Քելբաջարը պահել են եւ այդ ամենը հանձնեցին այդ ոչ մեկը չէ, լավ ասել, ես միջև վերջ կմնամ գեներալներին, զորահրամանատարներին էլի, որ կանձնեմ, չեմ հանձնի, ես կմնամ, կզոհվեմ, ընդդիմադիր կոչեցյալները, իշխանություն ընդդիմադիր կոչեցյալները պատերազմով են վախեցնում, Ադրբեջանի ասեն արտահայտություններով են վախեցնում, բայց ոչ ոք չի ելնում ասի, այնտեղ կուսակցության ղեկավարներ, որ ինքը ցանկացած ագրեսիայի դեմ ինքը գայնի առաջին ինքը կկռվի, կյանքի գնով կպաշտպանի հայրենիքն ու հայությունը։ Պուտինը բացահայտ կրեմլյան պաշտոնյաները բացահայտ ցեղասպանություն կոտորած պատերազմով են սպառնում, զերո արձագանք ընտրապայքարի այդ առաջի դեմքերի կամ առաջի տասնյակի դեմքերի կողմից։ Մի խոսքով Նիկոլի նշանակած ընտրություններով ու նշանակած ընդդիմությունով մենք այս վիճակ ունենք,
Տաշիր Սամոյին էլ Նիկոլը ֆենոմեն սարքել անցած տարվանից բռնել բաց թողելով մի հատ կադր ցույց տվեք, որ Տաշիր Սամոն դատական process-ում է մասնակցում, Տաշիր Սամոն էլեկտրացանցը 2015-ին վերցելով Կիպրոսում գրավ է դրել 150 միլիոն դրամով, այս 10 տարիների ընթացքում պետությանը հսկայական պարտքեր է առաջացրել, բարեփոխում վերազինում չի արել, պետական գարանտիայով Եվրասիական բանկում 1.8 միլիարդ դոլար է վերցել, վերազինման համար էլեկտրացանցի պետական գարանտիայով եւ այդ փողերը չի փակվել, Նիկոլը վերցել է, այդ փողերը մնացել է մեր սաղիս վզիս, 25 դրամով էլեկտրացանցը վերցել է, 54 դրամ է հիմա հոսանքի գինը, ինչ-որ մի հատ խոսակցություն Նիկոլի կողմից կամ Ալեն Սիմոնյան, Արադ Միրզոյան կա, որ Տաշիր Սամոն պարտքեր ունի մոտ 2 միլիարդ դոլար Հայաստանի Հանրապետության հանդեպ, ու այդ փողերը պիտի հետ տա, Դոդի Գագոն պետական մոնոպոլիայով է, արգելք կա ցեմենտը ներկրելու, փոքր քվոտա կա, որ Դոդի Գագոյի ցեմենտը վաճառվի, Վրաստան 16,000 դրամով է մի տոննան Դոդի Գագոն վաճառում, իսկ մեզ 56,000 դրամով, մեր պապենական հանքերը ինքը շահագործում է մեր բոլորիս սեփականությունը, պետությանը տալիս է մի տոննա ցեմենտի հարկ 300 դրամ, հոսանքն ու գազը պետության քվոտայով տարեվերջում կառավարության որոշումով ջրվում է, մնում է մեր վզին, ինչ-որ պետական հովանավորություն չի, Ռոբերտ Քոչարյանի բանկերը օֆիցիալ անցած տարի 22 միլիարդ դոլարի շահույթ են ներկայացրել, օֆիցիալ, iPhone-ը Ռոբերտ Քոչարյանի մոնոպոլիան է, HiPost-ը, այնտեղ Վիոլա ջուրը, Արեպորտը Ռոբերտ Քոչարյանինն է, Նիկոլը այդ բարեկի ավտոները Ռոբերտ Քոչարյանից է առնում, ապարների կեսը Ռոբերտ Քոչարյանինն է, կեսը Գրզոյինն է, ինչն է իրենց գործը տուժել, մենք ժամանակ ունենք, հիմա այդ ժամանակ ունենք համախմբվել նախկիններին, ռուսական օկուպացիայի ներկաներին, ռուսական գործակալների, ռուսական շահասպասարկողներին օրենքով, ընտրություններով, անվստահություն հայտնելով հեռացնենք, դա մեծ դժվարություն չի, պարզապես ապականությունը, պարակտությունը այն աստիճանով տարածված, որ ադեկվատ մարդիկ ավելի շուտ նախընտրում են ամեն մանրուքի համար իրար գզել, դիսատինֆորմացված, մանիպուլացված, վախերի ու վիրավորանքների հետ մանիպուլյացիան, որ անհնար է սարքում մեր համախմբումը, բայց մենք պետք է կարողանանք հաղթահարենք